Շնորհակալություն պատմական դատարան, ես դիրքորոշումը կներկայացնեմ զուգահեռաբար հենց ներկայացնել հաստատքի անվանել դիրքորոշում իշխանություն և փոխանցեմ դատարանը։ Պատմական դատարան Սամվել Կարապետյանը արդեն շուրջ 13 ամիսը ինչ կալանավորված է։ Կալանավորված է ինչ քրեական բարույթի շրջանակներում իբրև հաստաբան օրինականության, իրավաչափության տեսանկյունից պատասխան մինչ օրս չեմ կարողացել տալ իմ պաշտպանյանը։ Ձևական առումով կարող ենք կարդալ մեղադրանքի որոշումը, մեղադրական եզրակացությունը, բայց երբ մի պարզ հարց է հնչում, թե ի վերջո ինչու՞մ է մեղադրվում Սամվել Կարապետյանը, ոչ մեր ձևով, ոչ այլ ձևով պատասխան չեմ կարողանում տալ։ Բայց փաստը նա է, որ 13 ամիս է ինչ կալանավորված է։ Մենք խոսում ենք ինտենսիվ խափանման միջոցի մասին, մենք խոսում ենք խափանման միջոցի պահպանման մասին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական ամենակարևոր իրադարձության ժամանակահատվածում։ Պատվարժան դատարան այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքական պատմության մեջ իրավական բնույթի փաստ է, որ Սամվել Կարապետյանը մասնակցեց քաղաքական գործընթացներին տնային ավանդի պայմաններում։ Արդյոք դրա շրջանակներում հնարավորությունը, որը ընձեռվեց այլևս ձեր որոշմամբ, որ տեսակցությունների, շփման և հաղորդակցման սահմանափակումների մեղմացում տեղի ունեցավ, կարևոր էր, միանշանակ կարևոր։ Այդ ժամանակահատվածում մենք խոսում ենք մի իրավիճակի մասին, երբ Սամվել Կարապետյանը, որպես ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի առաջնորդ և ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ, ունեցավ հանդիպումներ գրեթե 20,000 մեր հայրենակիցների հետ։ Շրջանակը իսկապես աննախադեպ է։ Տնային կալանքի պայմաններում նման ծավալի հաղորդակցումը աննախադեպ է։ Ունեցավ հաղորդակցում բազմաթիվ զանգվածային լրատվության միջոցների հետ։ Լինի դա ուղիղ եթերի ձևաչափով, լինի դա միջազգային մամուլի հետ հաղորդակցումը եւ այլն։ Այդ ողջ ժամանակահատվածում մի հարց են չեցնում։ Այս դեռևս մեզ համար չպարզված քրեական բարույթի շրջանակներում ապացուցման մի ինչ-որ գործընթացի միջամտել Սամվել Կարապետյանը։ Ունենալով այն հեղինակությունը, որը ունի, որևէ ձևով միջամտեց, որևէ ձևով այս քրեական բարույթը տուժեց, ոչ։ Ավելի պատվարժան դատարան, ես իսկապես պրոբացիայի ծառայությանը դիմեցի, խնդրելով, որ ստանամ պարզաբանում 2026 թվականի ապրիլի 19-ին հաջորդած ժամանակահատվածում, այդ թվում փաստը վկայակոչելով, որ հազարավոր անձանց հետ ունեցել է հանդիպումներ, որևէ ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ տվյալ ունեն, թե ոչ, իրենց վերահսկողական գործառույթների իրականացման շրջանակների պայմաններում ինչ-որ խնդիր տեսել են, թե ոչ, եւ ինչ ենք պարզում պատվարժան դատարան, այսինքն շուրջ 3 ամիս տնային կալանք, հազարավոր անձանց հետ հանդիպումներ, հյուրընկալում, շփում, հաղորդակցում, բայց խնդիր ունեցել ենք։ Սարգի մարտկոցը 2026 թվականի հունիսի 12-ին մի քանի ժամով նստել էր։ Մարտկոցը, այսինքն 3 ամիս խոչընդոտելու ռիսկը հիշեցման կարգով, որպես խնդիր արձանագրման պայմաններում, միակ խնդիրը, որ պրոբացիայի ծառայությունը տեսել է, դա էլեկտրոնային հսկողության Սարգի մարտկոցի խնդիրն էր։ Դա էլ հարցը մարտկոցի խնդրի հետ կապված մեր կողմից էր խնդիրը, թե ամեն դեպքում մարտկոցը մի խնդիր ուներ, որտեղ Սամվել Կարապետյանը նաև Հայաստանի Հանրապետությունում երևի թե միակ տնային կալանքի պայմաններում գտնվող անձն է, ում էլեկտրոնային հսկողության սարքը քանիցս փոփոխվել։ Ես դեռևս ապրիլին էի դրա մասին տեղեկացրել դատարանին, այս խնդիրը բոլոր դեպքերում գոյություն ունի։ Ինչով է դա պայմանավորված, մի օր երևի թե գաղտնի տվյալների հանրայնացման պայմաններում կիմանանք, բայց ամեն դեպքում պրոբացիայի ծառայության կողմից տրամադրած էլեկտրոնային հսկողության սարքի մարտկոցի հետ կապված խնդիր եղել է։ Եվ մենք շատ ցավում ենք դրա համար, բայց ստացվում է տնային կալանք, խոչընդոտելու ռիսկի վկայակոչում եւ ոչ մի տվյալ ոչ պատշաճ վարքագծի մասին, բացառության մարտկոցի։ Շատ ցավում ենք մարտկոցի համար։ Պատվարժան դատարան, այսինքն եթե սենց խմբավորված դիտարկենք, ունենք մի իրավիճակ, որ Սամվել Կարապետյանը ամենահնարավոր ակտիվ վարքագիծն է դրսևորել տնային կալանքի պայմաններում,
ունեցել ենք թվով 10 դատական նիստ, մեր կողմից դրա տեսանկյունից պարտականությունների նկատմամբ դրսևորվել է բացառիկ ութաջանություն, այսինքն նաև պաշտպանների կողմից, նաև չնայած այն հանգամանքի, որ նախընտրական քարոզարշավի պայմաններում են գտնվել, դատարանը որոշակի իմաստով դա հաշվի առել է, որոշակի իմաստով հաշվի չի առել, որտեղ մենք այդ ժամանակահատվածում են դատական նիստեր ունեցել ենք։ Եվ ես այստեղ ունեմ հետևյալ դիրքորոշումը, որ դատարանի կողմից նախքան բուն խափանման միջոցի արդի քննարկման մեկնարկը արձանագրվեց, որ ջանասիրության հետ կապված խնդիր չի եղել։ Մենք ենք գտնում, որ դատարանը ջանասիրության տեսանկյունից անհրաժեշտ գործողություններ է դատարան։ Դե եթե դատարանի կողմից ջանասիրության հետ կապված խնդիր չկա, ուրեմն չի կարող իրավաչափության պայմանի փոփոխություն չլինել, որովհետև ջանասիրության պահպանումը անազատության մեջ գտնվող մեղադրյալի պայմաններում ուղղված է հենց այդ մեկ խնդրին առաջնայինորեն ռիսկերի նվազման։ Ռիսկերը չեն կարող ստատիկ լինել։ Դա դեռևս ունենք Յաժինսկին ընդդեմ Լեհաստանի նախադեպային որոշման պայմաններում Եվրոպական դատարանի, ունենք նաև սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներում բացահայտման տրամաբանության։ Չի կարող ռիսկը լինել ստատիկ։ Դրանք դինամիկ։ Դինամիկ լինելու պայմաններում պատվարժան դատարան 20,000 անձի հանդիպած լինելու պայմաններում, եթե խոչընդոտելու ռիսկը չի նվազում, անկեղծորեն չեն պատկերացնում, ուրեմն ոնց կարա ինքը լինի դինամիկ իրավաչափության պայմաններ։ Հաստատ համար 2 պատվարժան դատարան։ Սամվել Կարապետյանը միակ տնային կալանքի պայմաններում գտնվող անձն է, Իհարկե այս հապաղումը որպես այդպիսին բովանդակություն այդքան էլ չի հաղորդում դիրքորոշմանս, եկեք այլ կերպ այն ձևակերպեն։ Սամվել Կարապետյանին կալանավորված անձանց համար նախատեսված ուղեկցող ծառայողական ավտոմեքենա։ Ես նշվածի վերաբերյալ վերագրություն իրականացրեցի ներքին գործերի նախարարության հետ։ Ստացա իրենց հավաստումը պատվարժան դատարան շատ սպառիչ պատասխաներ շքակերտներում, որ որևէ կտրական վերաբերում չկա, պարզապես ծանրաբեռնվածությունն է եւ ոստիկանության ծառայողները ունեն լիազորություն աջակցելու պրոբացիայի ծառայության։ Իդեպ աջակցում բառը պատվարժան դատարան իմ համեստ կարծիքով իրենից ենթադրում է, որ պրոբացիան մի բան անում է, դրա շրջանակներում ոստիկանությունը աջակցում է։ Աջակցել բառը կարծես թե չի նշանակում փոխարինում։ Իդեպ կառավարության վերաբերելի որոշումները, որոնք նշվել են նաև ինձ պատասխան գրության մեջ, ուղիղ նախատեսում են բացառապես աջակցելու լիազորություն, աջակցելու իրավասություն, ոչ թե փոխարինում։ Իդեպ նաև նույն ոստիկանության կողմից ստացված պատասխաններում միշտ նշվում է, որ իրենք այդ աջակցելու գործառույթը իրականացնում են բարի իրականացնող մարմնի գրության հիման վրա։ Սամվել Կարապետյանի գործը միակն է Հայաստանի Հանրապետությունում, որտեղ բարի իրականացնող մարմինը իրենց չի գրում։ Դատարանը ոստիկանությանը չի գրում, բայց ոստիկանությունը գալիս է։ Ոնց է հայտնվում ոստիկանությունը այդ դեպքում, երևի թե դա նաև իրավունքի դիրույթից դուրս պետք է գրոր հետազոտման առաջանալ։ Որովհետև այո, այս գործով մենք դա ենք տեսել, հատուկ ուզում եմ ընդգծել, որ այո, դատարանի կողմից որպես բարի իրականացնող մարմին միջոցներ նշվածի ուղղությամբ ձեռնարկվել։ Բայց լուծում չի թե։ Պատվարժան դատարան ես գտնում եմ, որ մենք ունենք պետության կողմից իր պոզիտիվ պարտականությունների տապալման դեպք։ Հերթական դեպք։ Հերթական բոլոր դեպքերում, որովհետև գործ ունենք ըստ էության ակնհայտ ակնառու ապօրինությունների հետ Սամվել Կարապետյանի գործով, որը այո մեկնարկել է 2025 թվականի հունիսի 17-ից մայր աթոռը պաշտպանող մեկ նախադասության համար, որը եւ շարունակվում է մինչ օրս։ Բայց պատվարժան դատարան, որ ունենանք իրավիճակ, որ հանրային հնչեղություն ունեցող, ես նույնիսկ չեմ ուզում թվարկել անձանց, որտեղ դա այդքան ակնհայտ է, որտեղ անձին լինելով տնային կալանքի պայմաններում երբեք նշված ծառայողական ավտոմեքենայով, որը կալանավորված անձանց համար է նախատեսված, երբեք չեն ուղեկցել։ Դա տեղի է ունեցել եւ տեղի է ունենում միայն Սամվել Կարապետյանի դեպքում։ Իդեպ նաեւ ինձ տրված պատասխանից պարզ է դառնում, որ կրկին
ծանրաբեռնվածությունն է պատճառը պատվարժան դատարան։ Այսինքն օրինակ քանակերս էյթունի ոստիկանության բաժանմունքը հենց լսում է, որ Սամվել Կարապետյանի դատական նիստ կա, չգիտեմ որտեղից է լսում, նաև որովհետև դատարանը օրինակ չի իրազեկում իրենց, երևի պրոբացիայի հետ հատուկ խողովակներ գոյություն ունեն, դրա շրջանակում հենց դրա մասին տեղեկանում են, աննախադեպ ծանրաբեռնվածության մեջ են այլ։ Մի բազաբանում, որպեսզի նորմալ չլինի։ Հիմա մեկ անգամ հաստատ առավելագույնը երկու անգամ որ դատանը ոստիկանությանը չի հասցրել Սամվել Կարապետյանի ուղեկցությունը իրականացնելու հետ կապված։ Ինչի մասին նախորդի տեղ ունեցած դատական նիստերում դատանը այդ վերագրության բովանդակությունները բացահայտել են։ Իսկ երբ որ պրոբացիայի ծառայությունից պատասխան գրություն է ստացվել, որ իրեն նման լիազորություն չունեն, ինչով պայմանավորված ոստիկանության միջոցով է ուղեկցությունը իրականացվել այն ժամանակ, երբ որ ոստիկանությանը դատարանը գրություն չէր հասցեագրել եւ հարցեր թե դա ինչպես տեղի ունեցավ, պրոբացիայի ծառայությունն էր ոստիկանությանը դիմել, որպեսզի իրականացվի ուղեկցությունը։ Այդ դեպքից հետո նորից դատարանը դատական նիստերից առաջ քանակեր ձեռքի ոստիկանության բաժանմունքություն հասցեագրում է ուղեկցություն իրականացնելու համար։ Իսկ ոստիկանությունը որպես գերատեսչություն արդեն ինչպես է կազմակերպում ուղեկցումը ձեր կողմից գրավության արդյունքում ձեզ համար երբ բացահայտել եք։ Պատվարժան դատարան նաև հենց նշված բացահայտման շրջանակում վերաբերել կառավարության որոշումը, որը նաև հանրայնացրեցի, ըստ էության չի տալիս հնարավորություն գրքին ոստիկանությանը փոխարինելու պրոբացիայի ծառայության։ Կներեք, միանգամ ընդհատեմ, աջակցելու հետ կապված է միանգամ դատարանը իր գնահատման պարզաբանում կողմերին տրամադրել է, որ այն վերաբերելի իրավական ակտերն ու նորմերը, որոնք ոչ կան, դրան ոչ թե աջակցման մասին, այլ հենց ոստիկանության պարտականության մասին, անկախ նաև, որ կարող է ուղիղ գրված չէ տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցություն իրականացնելու համար, բայց այն ինչ որ կա, դրանք ոստիկանության համար առաջացնում են պարտականություն իրականացնելու ուղեկցություն։ Ես ոչ թե պարտականություն, պատվարժան դատարան լսելով ձեր դիրքորոշումը, ըստ էության ես ոչ թե ոստիկանության իրավասությունն եմ կասկածի տակ, այլ ես դրա իրականացման ձևն եմ կասկածի տակ դնում օրինականության տեսանկյունից, վկայակոչելով նաև դրա իրավական հիմք իրենք պարզապես կարող են աջակցել։ Դա նշանակում է պրոբացիայի ծառայությունը չէր կարող անմասնանալ այս գործընթացից, բայց հավլիցի ես կրկին կպնդեմ, որ Հայաստանի Հանրապետությունում նման այլ դեպք չկա, զուտ նաև ելնելով, որ բոլոր տեսակ տնային կալանքի պայմաններում գտնվող նաև հանրային հնչեղություն ունեցող գործերի շրջանակներում անձանց երբևէ այն ոստիկանության ծառայողական ավտոմեքենան, որը ուղեկցումն է իրականացնում Սամվել Կարապետյանի դեպքում, չի իրականացվում։ Բայց այս դեպքում հենց այդ սելեկտիվ մոտեցումը առկա է։ Մոտեցում, որը ուղիղ հակասության մեջ է մտնում նաև կոնվենցիայի թե երրորդ հոդվածի տեսանկյունից, որովհետև էության մեջ դրա նպատակը քողարկված չէ, էության մեջ դրա նպատակը լրիվ այն է, որովհետև ես վստահ եմ, որ դատարանը օբյեկտիվորեն կարող է ունենալ այնքան նաև հենց անաչառությունը, որ գնահատի ինչպես է ստացվում, որ Սամվել Կարապետյանի դեպքում միշտ ծայրահեղ ծանրաբեռնված են լինում ոստիկանության, այլ համապատասխան ստորաբաժանումը, որ իրավիճակ, այսպես ասած, արհեստական ստեղծվի ուղեկցումը հենց այսպես կազմակերպելու համար։ Իսկ պատվարժան դատարան այս ուղեկցման խնդիրը մեկ գործողությամբ լուծվում է, խափանման միջոցով փոփոխման։ Եվ այստեղ հարց է առաջանում, ինչպես դատարանները ունեն պարտականություն գնահատելու անձի առողջական վիճակի հետ կապված հանգամանքների դեպքում խափանման միջոցի փոփոխման հարցը, եթե պետության իրավասու մարմինները անգործության մեջ են։ Եվ նշվածի վերաբերյալ վճռաբեկ դատարանի նախադեպերը առավել քան խոսուն են։ Դրա վերաբերյալ նաև եվրոպական դատարանի նախադեպերն են առավել քան խոսուն։ Եվ ես գտնում եմ, որ այս դեպքում մենք այդ անալոգիան իրավական դիրքորոշումների տրամաբանության կարող ենք իրացնել։ Ավելին, ես գտնում եմ, որ դատարանը պարտավոր է այն իրականացնել։ Շարունակելու։ Հաստատ համար 3 ուզում կոչել։ Պատվարժան դատարան այնպես է ստացվել, որ Սամվել Կարապետյանը լինելով ուժեղ Հայաստան կուսակցության նախագահը, ունի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։
նշված է նաև հանրային տիրույթում ևս քննարկվել է, դեռևս առկա է նոր նախադեպեր ստեղծելու հնարավորություն երևի թե Սամվել Կարապետյանը միակն է, ով տնային կալանքի պայմաններում գտնվելու հաստի բացահայտման շրջանակներում, ում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացրել է հստակ պահանջ հայտարարակիր ներկայացնել։ Այսինքն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացված է դրա մասին, բայց պահանջը ներկայացրել։ 30 օրյա ժամկետի իբրև խախտման հիմքով վարչական վարույթ է հարուցել։ Վարչական վարույթի շրջանակներում երբ ի վերջո նաև նշված հանգամանքները վերստին ներկայացվեցին, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշեց հետաձգել վարչական վարույթի շրջանակներում նշանակված նիստը, իդեպ, հենց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկում պետք է դեռևս տեղի ունենա։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գտնում է, որ հայտարարագիր լրացնելու համար անձի կողմից բանկեր եւ համապատասխան այլ մարմիններ այցելելը անհրաժեշտություն։ Ճիշտ ասած, մենք դա գիտեինք, որ անհրաժեշտություն է եւ հենց դրա համար էլ ասում ենք, որ վարույթ չի կարող հարուցվել, բայց երևի թե հետագայում բացահայտվեց։ Ամեն դեպքում պատվարժան դատարան վարույթը ոչ թե կասեցվել է, այլ հետաձգվել է 10 օրյա ժամկետով։ Այդ որոշումը կայացվել է 2026 թվականի հուլիսի 2-ին։ Դրան նախորդող ժամանակահատվածում է հուլիսի 23-ին ևս նման որոշում կայացվել։ Մենք ինչ-որ իմաստով պատվարժան դատարանը գտնում ենք, որ սա ևս մի հաստարկ է, որը պետք է գնահատվի։ Այսինքն մեկ իրավասու մարմին ևս գտնում է ողջամտորեն, որ պետք է իրավաչափության պայմանը գնահատվի նաև դրա լույսի ներքո։ Ստեղ պարզապես օբյեկտիվ իրականության հետ գործում ենք։ Հիմա պատվարժան դատարան, երբ դուք ի սկզբանե քննում էիք Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, այդ ժամանակ Սամվել Կարապետյանի կուսակցության նախագահ լինելու կարգավիճակը պայմանականորեն նոր էր բացահայտված դատարանի համար։ Այս 3 ամիսները դուք որպես վարույթ իրականացնող մարմին, կարծում եմ առավել քան կարող եք նաև նշված կարգավիճակի շրջանակներում անձի դրսևորած վարքագիծը, դրանից բխող պարտականությունների առկայությունը գնահատել։ Եվ խնդրում ենք, որ դա ևս գնահատել։ Մյուս հանգամանքը, որ ուզում եմ վկայակոչել պատվարժան դատարան, դա Վճռաբեկ դատարանի 2026 թվականի մայիսի 9-ի որոշում։ Մենք առիթ ունեցել ենք այս հանգամանքը վկայակոչելու, հիմա ևս գտնում եմ, որ առավել քան ակտուալ է նշվածի վկայակոչումը։ Ըստ Վճռաբեկ դատարանի, ծանրակշիռ հաստատներով հիմնավորման ենթակա է անձին շարունակաբար կալանքի տակ պահելու անհրաժեշտ ու բավարար հիմքերի առկայությունը։ Այդ ոչ թե համապատասխան երաշխիքների կիրառմամբ անձին ազատ արձակել։ Պատվարժան դատարան, մենք ինչ ծանրակշիռ հաստատ լսեցինք հանրային մեղադրողից, որ Սամվել Կարապետյանը շարունակի մնալ կալանավորված։ Այսինքն, որ 13 ամիս տևող կալանքը լինի 16 ամիս տևող։ Լուրջ, օրինակ, որն է այդ ծանրակշիռ հաստատը, ես անկեղծորեն ուզում եմ հասկանալ։ Հանրային մեղադրողի խոսքի, եթե ժամկետային տևողությունը գնահատենք, այն տևեց շուրջ 5 րոպե։ Շուրջ 5 րոպե տևի, որ անձը 16 ամիս լինի կալանավորված։ Ես չեմ պնդում, որ հանրային մեղադրողը թող խոսեր պայմանական 1 ժամ։ Ես խոսում եմ նրա մասին, որ այո, կարող է 5 րոպեի ընթացքում օրինակ ասել, այսօրը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել, նախորդ օրը այս կերպ է խոչընդոտել ապացուցման գործընթացին կամ չգիտեմ, այսպիսի ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել։ Հակառակը, ես հանրային մեղադրողից նաև լսեցի, որ անձը պատշաճ վարքագիծ է դրսևորել։ Բայց ստացվում է այդ 5 րոպեի ընթացքում մենք կարող ենք արձանագրելով հանդերձ, որ անձը պատշաճ վարքագիծ է դրսևորել, բայց թող 16 ամիս լինի կալանավորված։ Ես այստեղ ուղղակի իրավունքի էությունը չեմ կարողանում բացահայտել, որովհետև եթե իրավաչափության պայմանները դինամիկ են, անձի կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելը պետք է չէ հետևանք ունենա։ Հետևանքներից մեկը անձի վարքագծի կանխատեսական այդ ռիսկերի վերանայումն է։ Բայց 3 ամիս անձը պատշաճ վարքագիծ է դրսևորել։ Դրան նախորդող 10 ամիսների ընթացքում էլ պատշաճ վարքագիծ դրսևորել։ Դա ինչ որ բան փոխում է։ Կարող է ատելից պատվարժան դատարան մի հարց կամ պատասխան առաջանա, որ անձը միշտ պատշաճ վարքագիծ է դրսևորում։ Ողջամտորեն կարող է, չէ՞, այսինքն նժարի վրա որ դնում ենք հավանականությունները, որ մեկն է ավելի հավանական։
թե օրինակ պատվարժան դատարան ըստ հանրային մեղադրողի 20,000 մարդու հանդիպած Սամվել Կարապետյանը պետք է հենց խափանման միջոցը փոփոխվի, նվազագույնի սկզբունքը առաջնորդվի, այն ժամանակ սկսի հանդիպել այս գործով ներգրավված անձանց, ում իդեպ մի կարևոր հանգամանք կա, չի էլ ճանաչում։ Այսինքն այդ հանդիպելու եւ միջամտելու տեսանկյունից երևի մենք պետք է խնդրենք մեզ օգնեն, որ մենք իմանանք ոնց միջամտենք։ Իսկ այդ 20,000 հոգու մեջ եղել են այդ անձինք։ Իսկ պատվարժան դատարան ամբողջ հարցը ինչու՞մն է։ Դուք կարծում եք Սամվել Կարապետյան, ով ոստիկանության ծառայողների կողմից մշտադիտարկման պայմաններում է գտնվել։ Ավելին, այս 20,000 անձանց մեջ ես վստահ եմ ոստիկանության ծառայողներ են եղել քաղաքացիական համազգեստով, ովքեր եկել եւ հանդիպել են Սամվել Կարապետյանին։ Այն հարց կարող է իրանք չգիտեն, որ մենք գիտենք։ Խնդիրը ինչու՞մն է։ Այդ աստիճան հսկողության պայմաններում 20,000 անձի հանդիպելու պայմաններում դուք պատկերացրեք, եթե նույնիսկ այդ պոտենցիալ ապացուցման գործընթացին խոչընդոտելու նույնիսկ կներեք խորին հարգանքով բոլոր այն անձանց ում պոտենցիալ մենք պետք է խոչընդոտենք։ Նույնիսկ ականջը լիներ Սամվել Կարապետյանի տանը, ես վստահ եմ մենք շատ ավելի շուտ ունեցել էինք հրատապ դատական նիստ պատվարժան դատարան, որտեղ պետք է խոսեինք ոչ պատշաճ վարչագծի մասին։ Բայց պատկերացրեք այդ աստիճան հսկողության իրացման պայմաններում մենք ունենք հաստը թե պրոբացիայից, թե նաև հանրային մեղադրողը իր դիրքորոշումը ներկայացնելուց ընդգծում է, որ դա չի եղել։ Հիմա պատվարժան դատարան, որ դա չի եղել, ոնց դա հետևանք չունեն։ Ոնց չունեն, այսինքն դա է մեր ամբողջ ասած։ Հիմա մենք չլսեցինք ծանրակշիռ փաստարկ, թե ինչի համար 13 ամիս տևող կալանքը պետք է երկարաձգվի։ Մենք դա չենք լսել պատվարժան դատարան, որ դա չենք լսել։ Ոնց դրա բացասական հետևանքը, եթե տենց կա, որտեղ իդեպ ես համարում եմ, այստեղ բացասական հետևանք չկա։ Ես համարում եմ, բոլորս պետք է համակարծիք լինենք ազատության կանխավարկածի շուրջ։ Կանխավարկածը միշտ գործում է օգուտ ազատ արձակման։ Այստեղ մենք վեճ պետք է չունենանք, այսինքն հանրային մեղադրողի հետ կարող ապացույցների վերաբերյալ վեճ ունենանք, երբ դրանք հետազոտելիս լինենք այլ հարցերի շուրջ, բայց ոչ անձի ազատության կանխավարկածի, որի նկատմամբ պարտականություն իրենք են, ոչ միայն դատարանը։ Իրավունքի գերակայությունը բոլորի համար է։ Առաջին հերթին հանրային իշխանության ներկայացուցիչների, լինի դատարանը, լինի դատախազությունը եւ այլն։ Պատվարժան դատարան մյուս հանգամանքը, որ արդեն այս միջնորդության շրջանակներում են ուզում ներկայացնել։ Այո, Սամվել Կարապետյանի նկատմամբ իմ աննախադեպ չափի գրավ է իրականացել։ Մենք առաջարկում ենք դա ավելացնել պատվարժան դատարանը։ Թեև հակառակը պետք է դիրքորոշմամբ ներկայացնել։ Ասենք մենք պնդում ենք, որ այն պետք է նվազեցվի, որտեղ եթե 3 ամիսը տևել դինամիկ պրոցեսը, պատշաճ վարքագիծ է դրսևորվում, հետևանքներից մեկը նաև պետք է լիներ գրավի չափի նվազման տրամաբանության վերանայումը։ Մենք առաջարկում ենք այն ավելացնել։ Որովհետև մենք պատկերացնում ենք, որ այո, մենք ինքներս թող միջոց ձեռնարկենք, որ անձի ազատության կանխավարկածը գործի պատվարժան դատարան, այլ ոչ թե խախտի։ Ոչ թե տրորվի իրավունքը, այլ գերակայ իսկապես։ Մենք նաև այդ իմաստով 400 միլիոնի առաջարկությունը ներկայացնենք փոխանակումային այդպիսին եւ կարծում ենք պատվարժան դատարան, որ նման պայմաններում ուղղակի ողջամիտ իրականության մեջ եւ համակցության մեջ գնահատում են անձի դրսեւորած վարքագիծը, ակտիվ վարքագիծ, դրա պայմաններում պատշաճ վարքագիծը, միատել նաեւ երաշխիքի ավելացումը, որի պարտականությունը չունենք, որովհետեւ ինչպես հենց վճռաբեկ դատարաններ նշել է, մենք անհրաժեշտ եւ բավարար հիմքեր անձի ազատ արձակման տեսանկյունից ապահովելու կարող ենք չներկայացնել, որտեղ հակառակին նա պետք ծանրակշիռ փաստարկել։ Ոստիկանության նման է կապել։ Պարտականություն չունեք, բայց ուզում եք աջակցել։ Դե ստիպված, ստեղծված իրավիճակում դա էլ անենք, պատվարժան դատարան, եթե դա կնպաստի իսկապես իրավունքի ապահովմանը։ Պատվարժան դատարան մյուս հանգամանքը, որը ուզում ենք նշել։ Այդ առումով թեկուզ 5 րոպե տևողության, բայց դրական իմաստով ուզում եմ լսել։ Ինչ-որ իմաստով կարևոր էր, որ թեև նախնական հենց պարզապես խոսքի շրջանակներում նշեցինք ապացույցների հետազոտման ծավալի հետ կապված, եւ այստեղ կարևոր էր, որ պայմանականորեն ապրիլի 17-ի դատական նիստի շրջանակներում նշված հարցը չէր քննարկվել։
Այսօր մենք ունեցանք նաև հանրային մեղադրողի դիրքորոշում, ապացուցման ենթակա ծավալի հետազոտման շրջանակի հետ կապված մենք պարզաբանումը ստացել ենք։ Դա է մեղադրական եզրակացության հետ ներկայացված է։ Ոչ մի նոր տվյալ այդտեղ չկա։ Ես հիշում եմ պաշտպանության կողմից ներկայացվող վկաների վերաբերյալ հենց հակակոռուպցիոն դատարանում դատավորներից մեկը մի տրամաբանական հանգամանք է նշել։ Իսկ եթե պաշտպանության կողմն է ներկայացնում ինչ-որ մի անձի որպես վկա լսելու վերաբերյալ եւ իր դիրքորոշումը հետազոտել, հա։ Չէ՞ որ բարձր ինչեր է պետք է հաղորդակցվեն, չէ՞ հետը։ Այսինքն այդտեղ չի կարող ռիսկի աստիճանը գնահատվել այնպես, ինչպես պայմանականորեն մեղադրանքի կողմից ներկայացվող ապացույցի ծավալից։ Օրինակ բազմաթիվ գործերով հաստատանական հարցման ենք ենթարկում, արդյունքը ստանում ենք, դրանից հետո նոր դա որպես միջնորդություն ներկայացնում ենք։ Այս ստացվում է հաղորդակցվում է, չէ՞ հետը։ Այսինքն պաշտպանության կողմից նշված դիրքորոշումը որպես իրավունք իդեպ իրացվող երբեք չի կարող բացասական լույսի ներքո մեկնաբանվել հնարավոր խափանման միջոցի ինտենսիվությունը հիմնավորելու մասով։ Հետևաբար պատվարժան դատարան գտնում ենք դատարանի կողմից վկայակոչած նշված ռիսկը իրավաչափության պայմանների տեսանկյունից փոփոխվել չի կարող նույնությամբ լինել ինչ ապրիլի 17-ին, հատկապես նաև հաշվի առնելով 2026 թվականի հուլիսի 9-ին ներկայացված դիրքորոշման պայմաններում, այլևս հանրային մեղադրողի կողմից բացահայտված է։ Եվ ես վստահ եմ նաև դատարանը նշվածը ևս դինամիկ կարգով կարող է եւ պետք է գնահատի, որպես իրապես իրավաչափության պայմանների վերաբերող անկյունաքարային տվյալ։ Պատվարժան դատարանը այս քրեական վարույթի առանձնահատկությունները բացահայտել է դեռևս 2025 թվականի հոկտեմբեր ամսին։ Եվ 2025 թվականի հոկտեմբեր ամսին այն բացահայտելով, հետագայում վերադառնալով դրան 2026 թվականի հունվար ամսին, այնուհետև ապրիլից որպես վարույթ իրականացնող մարմին գնահատելով այս գործի առանձնահատկությունները, դատարանը ունի բացառիկ առավելություն որևէ այլ դատավորի պարագայում, որովհետև այս գործի դինամիկան է դատարանը տեսել, կամ դինամիկայի բացակայությունը, որովհետև այն ինչ տեսել եք հոկտեմբեր ամսին, ըստ էության տեսնում եք նաև 26 թվականի հուլիսին։ Սա լավ է, թե վատ է, թող դա գնահատի ի վերջո դատարանը, բայց ուզում եմ ասեմ անձի կոնկրետ Սամվել Կարապետյանի պատշաճ վարքագծի տեսանկյունից կարծում եմ այս դինամիկան ժամանակային առավել քան բավարար է ճիշտ հետևության գալու համար։ Եվ պատվարժան դատարանը նվազագույնի սկզբունքը չի կարող չգործել։ Ոքի չի կարող, դրա մասին է, չէ՞։ Այսինքն պետք է ընտրվի այնպիսի խափանման միջոց, որը իսկապես անհրաժեշտ է, իսկապես համաչափ է, իսկապես ողջամիտ է։ Տնային կալանք այս 3 չափորոշիչներից ոչ մեկին էլ չի հասնում։ Սամվել Կարապետյանի դեպքում։ Պատվարժան դատարան վերջին հաստատքը, որ ուզում եմ կոչել, հետևյալն է։ Սա ի վերջո մեկ քրեական վարույթ է։ Մեկ քրեական վարույթ, որի շրջանակներում կան մի քանի մեղադրաներ։ Այո, յուրաքանչյուրի դեպքում պետք է առանձնահատուկ կերպով գնահատվի խափանման միջոցի հարցը։ Յուրաքանչյուր դեպքում։ Հիմա պատվարժան դատարան ունենք իրավիճակ, որ այն ինչ մեղսագրվում է Սամվել Կարապետյանի, տեխնիկական ձևակերպման copy-paste-ի տրամաբանությամբ դրված է նաև մի դրվագի մասում այլ անձանց վերաբերյալ։ Ուզում եմ հասկանալ ոնց է ստացվում, որ քրեական վարույթ շատ կերպով ընթացք ստացել է, չի փլուզվել, ողջամտորեն գնում է առաջ։ Դատարանն էլ այո արձանագրել է, որ ժամասիրությունն էլ ապահովված է։ Այդ դեպքում ինչ նախնդիր է, որ նվազագույնի սկզբունքը չգործի Սամվել Կարապետյանի դեպքում։ Իդեպ անկեղծորեն պատվարժան դատարան մեր պատկերացումը վարչական հսկողության դեպքում դա ծայրահեղ միջոց է։ Մենք գտնում ենք իսկապես, որ Սամվել Կարապետյանի դեպքում միայն պարզապես գրավի իրավունքը որպես խափանման միջոց առավել քան բավարար լինելու է։ Սամվել Կարապետյանը հանրային գործունեություն իրականացնող անձ է պատվարժան դատարան։ Ես ուզում եմ այս հանգամանքը իսկապես գնահատի դատարանը։
Սամվել Կարապետյանի կողմից բոլորիս համար անհասկանալի, բայց մյուս կողմից բոլորիս համար հասկանալի քաղաքական հետապնդման պայմաններ որևէ կերպ վարքագից ոչ պատշաճ դրսևորելը, այդ վնասը ոչ միայն զուտ իրավական կառուցակարգն է, գրավի բռնականձումը եւ այլն, դա հանրային հեղինակությանն է վնաս պատճառը, ու որ մտածենք հանուն ինչի, այսինքն մի գործի, որի հետ ոչ մի առնչություն չունի Սամվել Կարապետյանը, բացառությամբ այն հատվածի, որ այո Սամվել Կարապետյանը պաշտպանել է հայ առաքելական եկեղեցին եւ պաշտպանելու է։ Եթե նշվածն է խոչընդոտելու ռիսկի տեսանկյունից Քավլիցի, եկեք ընդունենք, այո հայ առաքելական եկեղեցին պաշտպանել է Սամվել Կարապետյանը։ Եթե դա է խոչընդոտելու ռիսկը, ընդունենք։ Եթե դա Հայաստանի Հանրապետությունում իրավաչափության պայմանի տեսանկյունից ռիսկ է, սա դա։ Բայց կարծես այդպես չի պատվարժանդալ դրան, որովհետև հանրային մեղադրողը կարծես այլ դրվագի մասին է խոսում։ Այլ դրվագի հետ առնչություն չունի, որը ապացուցել ենք, որ չունենք պատվարժանդալը վարքագծով։ Իրավական ամրագրումը դրա կստանանք ավարտին։ Մի հանգամանքել եմ ուզում նշել իրավաչափության պայմանների տեսանկյունից, պատվարժան դատարան, մենք ներկայացրել ենք քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն։ Այդ միջնորդության շրջանակներում մենք բավականին լայն շրջանակ ենթադրող հարցերի ենք անդրադարձել։ Չեմ կարող դա նույնացնել նրա հետ, ինչ մենք ունենանք հիմնական դատալսումների շրջանակներում, բայց առնվազն այնպիսի տվյալներ են բացահայտվել, որոնք էական նշանակություն ունեն։ Դրա վերաբերյալ ներկայացվել են հակափաստարկներ, որոնք էական նշանակություն ունեն։ Դատարանի կողմից դրա վերաբերյալ հնչեցվել են հարցադրումներ, որոնք էական նշանակություն ունեն։ Իրավաչափության պայմանի տեսանկյունից չի կարող հարցը դիտարկվել զուտ նախնական դատալսումների փուլում ենք դեռ, թե ոչ։ Յուրաքանչյուր հարցի իրենից բովանդակություն է ենթադրում։ Յուրաքանչյուր հարց եւ ես համարում եմ առնվազն, որտեղ նաեւ գրավոր միջնորդություն ենք ներկայացրել։ Քրեական հետապնդման դադարեցման հետ կապված կառուցակարգի իմաստով մենք բավականին լայն միջնորդություն ենք ներկայացրել։ Մենք դրվագները բավականին խորությամբ ենք գնահատել։ Սա էլ պետք է ազդեցություն ունենա։ Չի կարող չունենա։ Պատվարժան դատարան իհարկե իրավական հաստատում չի հանդիսանում, բայց այլ նշել։ 2022 թվականի դեկտեմբեր ամսին, երբ վերադարձավ հաստատանական գործունեությանը, նախքան այդ լինելով ազգային ժողովում պաշտպանավոր, մի քանի դատական նիստեր, որոնք կառանձնացնեի, դրանցից հենց մի քանիսը տեղի ունեցել ձեր նախագահությամբ պատվարժան դատարան։ Այնպես է ստացվել, որ հավանականությունը բավականին բարձր է, որ կրկին հաստատանական գործունեության առնվազն որոշակի ժամանակ կապված չեմ սպառվել։ Ձեր նախագահությամբ հնարավոր է սա իմ վերջին դատական նիստն է, որի մասնակցություն։ Իրավական փաստարկ չի բնավ։ Բայց պատվարժան դատարան ես անկեղծորեն հավատում եմ, նաև ելնելով հենց այն հանգամանքից, որ նշեցի ես, եթե մի քանի դատական նիստեր առանձնացնենք, մեկը կլիներ հենց ձեր նախագահության տեղ ունեցած նիստերը։ Ես տեսել եմ դուք ինչպես եք իրավունքը ապահովել։ Ես տեսել եմ ինչպես եք իրավունքը պաշտպանում։ Տեսել եմ։ Անկեղծորեն, երբ շատերը օրինակ դա չէին պատկերացնի, բայց ես տեսել եմ դա։ Պատվարժան դատարան, անկեղծորեն եմ ասում։ Շատ հավատում եմ։ Երբեք չի եղել, որ չհավատամ։ Ես ցանկացած միջնորդությունը իսկական անհավանական պայմաններում ներկայացնելու ընթացքում ես միշտ դրան հավատացել։ Այո, Հայաստանի Հանրապետության երևի 99%-ը կարծում էր, որ Սամվել Կարապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է լինի տնային կառավարքի պայմաններում։ 99%-ը ճիշտ դուրս եկավ, ես եմ 1%-ի մեջ։ Քավլիցի։ Բայց ես հավատում եմ նրան, որ իսկապես չի կարող երբ վճռաբեկ դատարան ասած ծանրակշիռ փաստարկ ներկայացրել, այդ ծանրակշիռ փաստարկը չլինի, բայց տնային կալանք լինի։ Ես հավատում եմ, որ դες պետք է չլինի։
Եվ իսկապես նաև դրա համար կարծում եմ ներկայացրեցինք այնպիսի մենք մեր ներքին փաստարկներ առանձին խմբերով, որ կարող են բավարար լինել խափանման միջոցի փոփոխման։ Պատվարժան դատարան Հայաստանի Հանրապետությունում չկա մարդ վստահ եմ կապանում, որ կարող է մտածել, որ Սամվել Կարապետյանը իր անցած կենսագրությամբ, իր ունեցած ճանապարհը, որը իսկապես շատ մեր հայրենակիցների համար միշտ օրինակ է լինել։ Դրա պայմաններում պետք է ինչ-որ ապացուցման գործընթացի միջամտի ու խոչընդոտի, ինքնին դա վիրավորական։ Այսինքն մենակ դրա ռիսկի մակարդակում խոսելը դրա մասին վիրավորական։ Այդ չասեմ նրա ինչ-որ կերպ իրականության դառնալը։ Անհնար է։ Խնդրում եմ պատվարժան դատարան առաջնորդվել նվազագույնի սկզբունքով փոփոխել Սամվել Կարապետյանի նկատմամբ իրենց խափանման միջոցը դրանին պատվեր։ Իսկ թե որ խափանման միջոցը դատարանը որոշի կիրառել, մենք գտնում ենք իսկապես, որ նվազագույնի սկզբունքը իրենց ենթադրում է նույնիսկ բացառապես գրավի կիրառել։ Բացառապես։ Ու պատվարժան դատարան նաև կարծում եմ հենց կազմակերպչական իմաստով, բնավ չեմ ուզում միջամտել դատարանի իր արձակուրդի իրավունքին եւ այլն, բայց փաստը նա է, որ մենք այս դատական նիստին հաջորդող տևական ժամանակահատված նիստ չենք ուզում։ Հա տենց լինում, իհարկե, տենց լինում է, նորմալ է։ Ուղղակի դրա նորմալության ամբողջականության համար դրա բացասական հետևանքը Սամվել Կարապետյանը չպետք է կրի։ Սա է ամբողջացը։ Ու կարծում եմ նորմալ է այդ դիրքորոշումը հենց տենց որ լինի։ Շնորհակալ եմ պատվարժան դատարան, գրավոր նաև փոխանցեմ դիմում դիրքորոշում միջնորդություն ներկայացության հաստատում։ Մի օրինակը կարող եմ հանրային նվաճել։ Պաշտպանների երևույթ Պատվարժան դատարան նաև փոխանցեմ